Կիրովաբադի ջարդեր, տարբեր թվեր են ասում 500,000-ից մինչև 800,000 հայություն է ապրել այդտեղ եւ նաեւ 150,000 Արցախում, բայց մինչ այդ 90-ականների այդ ցեղասպանությունը տեղի ունեցավ եւ մեծ հաշվով Արցախը ստիպված է գնալ ինքնապաշտպանության։ Այսօր չխոսել Սումգայիթի Բաքվի ցեղասպանության մասին, հայաթափության այդ ջարդի մասին, դա նշանակում է թույլ տալ, որ Ալիևը իր այլանդակ քարոզչությունը շարունակի եւ անգամինը թույլ տա, ասի, որ Արցախում ապրել են ֆաշիստներ, չգիտեմ, նացիստներ եւ այլն եւ այլն։ Սա անշուշտ մեծ բաց թողում է իշխանությունը, իշխանությունը չի կարող, որտեղ օրակարգը Ալիևն է թելադրում, բայց նաեւ ընդդիմությունը, որ չի կարողանում այս հարցը, ոչ թե չի կարող, ոչ էլ գիտակցում է ընդդիմությունը, որ այս հարցը պիտի բերի օրակարգ, որտեղ կարող ապուշ-ապուշը մի մադիրն են ասել, մենք ու այդ հարցը չենք կարող այսօր բարձրացնել, բայց դու այդ հարցը բարձրացնում ես, նախ ասում ես մենք գործ ունենք, նույն Վեսին ու մյուսին, ցեղասպան Ալիևի հետ, դա փոխհատուցման հարցը պիտի լինի Սումգայիթի Բաքվի հայության, վերադարձի հարցը պիտի լինի եւ համեմատելու եզր չկա, ադրբեջանցիները 100,000 այստեղից գնացել են հանգիստ, վաճառել են իրենց տները, իսկ Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից ուղղակի փախ են եղել եւ ցեղասպանությունից փախչել են, խնդրեմ։ Տեսեք, այստեղ ինչ է կարևոր, իրոք։ Երբ որ Արցախի ժողովուրդը սովետական միության այն ժամանակվա օրենքներով ամբողջ օրինական ձևով բարձրացրեց ինքնորոշման հարցը, նորից եմ կրկնում, սովետական օրենքներին համապատասխան կերպով, երբ որ բարձրացրեց ինքնորոշման հարցը, ստացավ ցեղասպանություն Բաքվում, Սումգայիթում։ Տեսեք, այս շատ կարևոր է, այդ պատերազմը սկսելը ինչից է սկսել, դրանից է սկսել, երբ որ մարդիկ օրենքով բարձրացրել են հարց, ինքնորոշման հարց, բայց ստացել են պատասխանը ցեղասպանություն Սումգայիթ եւ Բաքու։ Իսկ ինչի իրանք Արցախի հարցը բարձրացրեցին, որովհետեւ զգացին, որ կամանց Արցախում հայերի ապրելը դառնում է դժվար։ Լեզվի խնդիր, մշակույթի խնդիր եւ այլ, կրթության խնդիր, աստիճանաբար տեղի ունենում ադրբեջանական գործոնի, ադրբեջանական բնակչության ավելացում եւ այլը։ Այդ պատճառով Արցախի ժողովուրդը, տեսնելով, զգալով այդ վտանգը, ինչ արեց։ Բարձրացրեց ինքնորոշման հարց, որի պատասխան ստացավ ցեղասպանություն Սումգայիթում եւ Բաքվում։ 100,000-ավոր հայեր, որ ապրում էին այնտեղ, ու գիտեք ինչ, քաղաքում էին ապրում։ Իրանք ինչ-որ գյուղում հովիվ չէին կամ ինչ, հիմնականում բարձր դիրք ունեցող, մեծ ունեցվածք ունեցող, անշարժ գույքեր կենտրոնական հատվածներում, այսինքն նաեւ ֆինանսատնտեսական կամ որպես կապիտալ ունեցող մարդիկ էին։ Իրենք ցեղասպանությանը ենթարկվեցին, զրկվեցին այդ ունեցվածքից եւ փախստականի կարգավիճակով եկան Հայաստան, բայց իսկ ադրբեջանցիները, որոնք ինչի էին Հայաստանում ապրել, ոնց էր եղել։ Ենթադրենք մի հատ գյուղում ադրբեջանցիները բերում էին այդ դաշտերում, սարերում առածացնում էին իրենց անասուններին։ Հետո ասում էին, կարող ենք այս սարում մի հատ բուժկետ բացենք, սարքենք, որ երբ որ մեր հովիվը հիվանդանա, իրան ունենա բուժօգնության հնարավորություն։ Սարքում էին մի հատ բուժկետ, հետո սարքում էին մի հատ իրանք կից կարոյից, հետո մի հատ տուն էին սարքում, կամանց տեղ են բոլոր լավ տարածքներում, ադրբեջանցիները սկսել են տնավորվել, ապրել։ Այդ մարդիկ Հայաստանում հանգիստ իրանց գույքի համար նաև փոխհատուցում ստանալով թողե գնացել են։ Ու ինչ վերաբերում է Արցախի հետ, Արցախի բնակչության հետ կապված չի կարելի նույն հարթության մեջ դնել, որովհետև Արցախը Բաքվի հայության, Սումգայիթի հայության, ասեցի։ Կիրովաբադի Արցախցիները իրենց բնորանում, իրենց պապական հազարամյակներում ապրած երկրում են ապրել, հողում են ապրել։ Իսկ ադրբեջանցիները այս իրանց հողը չի եղել, այստեղ իրանք եկվոր են եղել, բայց հիմա ինչ է կատարվում։ Ադրբեջանական իշխանությունները ստեղծել են Baku TV իշխանական այդ հեռուստաընկերությունը, ստեղծել են արևմտյան Ադրբեջան վերադարձի հասարակական կազմակերպությունը, որում պետական հովանավորությամբ, ու այդ ամեն ինչով ագրեսիվ քարոզչություն են տանում։ Ու իրենք ոչ թե Հայաստան ներկայացնում են, որ այդ մարդիկ պետքա վերադառնան որպես նախկինում իրենց բնակավայր, այլ որպես իրենց հայրենիք պետքա վերադառնան։ Այս նրբությունն էլ է կարևոր։
Այդ 300,000-ի մասին, որ խոսում են, դա խոսում են ոչ թե որ ուղակի ստեղ ապրել են վերադառնան, այլ տանտիրոջ իրավունքով վերադարձի մասին է խոսքը։ Խոսքը հենա, որ իրանք են սրա տերը, մենք ենք եկվոր։ Հասկանում եք, ստեղ այս նրբությունը կարևոր է, շատերը չգիտեն։ Իրենք ուզում են այդ վերադարձը կազմակերպեն, որպես տան տեր, հողի տեր, իրենց պետության մաս, ասում եմ, ստեղծել են Բաքու TV հեռուստաընկերությունը պետական ֆինանսավորմամբ, ստեղծել են այդ Արևմտյան Ադրբեջանի վերադարձի հասարակական կազմակերպությունը պետական ֆինանսավորությամբ եւ խոսում են իրենց բնորամ վերադարձի մասին։ Պետք է մարդիկ այս ամեն ինչը հստակ հասկանան, սրա հետ կապված վտանգները, խոճապի մեջ պետք չի լինել այս ամեն ինչից, բայց նաև պետք չի մատնելի արանքով նայել, պետք է նկատի ունենալ ու զգուշանալ։ Հիմա ինչ վերաբերում է Սումգայիթի դեպքերի հետ կապված մեր պետական քաղաքականությանը, ինչ են անում սրանք։ Ամեն ինչ զիջում են, ամեն ինչ, բայց բոլորի համար պարզ է, չէ, երբ որ մի կողմը միշտ զիջում է, այն մի կողմը ինչ պետք է անի թշնամական, այն մի կողմը պետք է պահանջի։ Հիմա եթե դու քաղաքական օրակարգից այդ հարցերը հանում ես, քեզնից հաջորդ պահանջը չի ուշանալու։ Սրա մասին է խոսքը։ Երբ որ դու հրաժարվում ես այդ իրավունքներից, դու ճանապարհ ես բացում, որ քեզնից մի ուրիշ բան եւս պահանջեն։ Սենց հերթով ինչ որ կա, արդեն տեսեք, իրանք այդ խոջալու այդ իրանք ստեղծած այդ օրակարգը ոնց են առաջ տանում։ Այսօր անգամ այնտեղ իրանք Ամերիկայի դեսպանատունն է Ադրբեջանում դրան արձագանք արել, այսինքն հաշվին առնում ու ադրբեջանցիներից եմ ասում, տանտիրոջ իրավունքով են, ես պետք է նկատի ունենաք, պետք է հաստատ իմանալ, ինչքան զիջես, նորից պահանջելու ենք ես, իսկ երբ որ նայում ես ինչ են խոսում Ադրբեջանում և ինչ են խոսում Հայաստանում, չգիտեմ, 180 աշխանի տրամաբանական տարբեր բաներ են։ Այո, շատ տեղին շատ ճիշտ եք ասում, խնդիրը իշխանության մեջ է։ Եթե մենք ունենանք հայկական օրակարգ, հայկական ազգային շահեր սպասարկող իշխանություն, կտրուկ արմատական փոփոխություն լինելու է։ Ինչքան է սրան ստեղծած հետևանքները, թողած հետևանքները ծանր են, բայց երբ որ մենք ունենանք ճիշտ իշխանություն, հայկական շահեր սպասարկող իշխանություն, փորձառու իշխանություն, գիտելիք ունեցող իշխանություն, խելամիտ իշխանություն, այս վիճակը չի լինելու։ Ինչի՞ դրա համար կարևոր է անպայման մասնակցել ընտրություններին, անպայման։ Ընտրությանը չմասնակցելը, ցանկացած քաղաքացու ընտրությանը չմասնակցելը ունի մեկ շահառու եւ այդ շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ Եթե մեկը չի գնում ընտրության, ուրեմն թող իմանա, որ իր չգնալու շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ Այսօր արդեն ընդդիմության դաշտում 4 մեծ հետաքրքիր բևեռներ կան, այսինքն մարդիկ ունեն ընտրության հնարավորություն։ Լայն հնարավորություն։ Ուզում եք տնտեսական հետաքրքիր նոր մոտեցումներ, կա Հզոր Հայաստան Սամվել Կարապետյանի թիմ, ուզում եք ուժեղ ազգային առաջնորդ փորձառու, կա Ռոբերտ Քոչարյան, ուզում եք տնտեսական էլի ծրագիր, այո, այնտեղ կա Ծառուկյանի հետ կապված ծրագիր հետաքրքիր տնտեսական, ուզում եք նորաստեղծ ուժերի հետ կապված դաշինք, կա արդեն Թաթոյանի շուրջ է դաշինք, այսինքն մարդիկ ունեն հնարավորություն, քաղաքական դաշտը մարդկանց արդեն անում է հստակ առաջարկ ու արդարացում չկա, պետք է գնալ ընտրության, ընտրությունով է հնարավոր փոխել այս իշխանությունը, մի տարածված խոսույթ էլ կա, որ արդեն հաղթել է, այդ խոսույթի շահառուն էլ է Նիկոլ Փաշինյանը, անպայման է պետք մասնակցել ընտրությանը, անպայման, այն մարդիկ, ովքեր հասկանում են այս վտանգները, պետք է իրենց շրջապատի վրա աշխատեն, համոզեն, հարևաններին, բարեկամներին, անհատական պետք է աշխատանք տանեն, բացատրեն, որ ժողովուրդ, եթե դու չես գնում ընտրության, դու աջակցում ես Նիկոլ Փաշինյանին, էսա
Հանկարծ ոչ մեկ չներկայացնի, որ չգնալու բոլորին մեր չէ, ունի շահառու Նիկոլ Փաշինյանն է ու պետքա գնալ ընտրության։ Գնալ ընտրություն կատարել ընդդիմության մեջ, ընդդիմության առաջարկների մեջ։ Հետո էլ պահանջել այդ առաջարկների իրականացումը։ Մենք ունենք շատ լավ հնարավորություն։ Այսօր եթե ընդդիմադիր 4 բլոկները հաջողությամբ անցնում են, ի՞նչ է տեղի ունենում։ Ստեղծվում է ըստ էության նոր ու ազգային համերաշխության իշխանություն ստեղծելու հնարավորություն կա։ Կոնսենսուս մինուս 1 վիճակն է լրիվ։ Ստեղծումը, տեսեք, ամեն բլոկներում էս իմ ասած։ Բոլորի մեջ տարբեր ուժեր կան, այսինքն այն հիմա ինչ որ պետք է համախմբում, որովհետև ոչ մի ուժ այսօր չունի ոչ այդ կադրային, ոչ մի հնարավորություն չունի միայնակ Հայաստանը կառավարելու։ Իսկ մենք մեր ընտրությամբ հնարավորություն ունենք ձևավորելու ըստ էության նոր եւ ըստ էության ազգային համաձայնության իշխանություն իդեմս ընդդիմադիր 4 բլոկների։ Այս հնարավորությունը կա։ Դրա համար պետք է